Ես այսօր մի բանի մասին, երևույթի մասին եմ խոսելու, որը ինքը բացասական երևույթ է, եւ հենց այդ բացասական երևույթի մասին խոսելու եմ, որ թույլ չտանք, որ այդ երևույթը բարձրանա ոչ մեր սրտի մեջ, ոչ ամենտեղ, որտեղ որ մենք կանք, որ այդ երևույթը չլինի։ Ոչ մեզանով, ոչ էլ այնտեղ, որտեղ որ մենք գանք, այդ երևույթը կանգ առնի։ Եթե կա էլ ինչ-որ միտեղ, եթե դու մտնես այդ երևույթը, ուղղակի չլինի, կանգ առնի, որտեղ դա բացասական բան է, դա վատ երևույթ է, եւ այդ բանը հակառակության մասին է խոսքը։ Հակառակություն։ Գիտեք, հակառակություններ շատ բաներում կարա բարձրանա, եւ այսօր մենք պետք է իմանանք, մենք պետք է ոչ թե ամեն ինչին կողմ լինենք, այլ բաներ կա, որ մենք հակառակ պետք է լինենք։ Հակառակ մենք պետք է լինենք մեղքին, հակառակ պետք է լինենք այն ինչ որ Սատանայից է, հակառակությունը մենք մեր բանը մենք Աստծո խոսքը Հակոբոս թուղթը Հակոբոս առաքյալը գրում է իր թղթի մեջ նամակի մեջ եւ ասում է հակառակվեք Սատանային, հնազանդվեք Աստծուն, հակառակացեք Սատանային։ Ուրեմն մենք պետք է հակառակ լինենք Սատանային, հակառակ լինենք մեղքին, հակառակ լինենք մարմնի ցանկություններին, հա? Հակառակ, այսինքն բաներ կա, որ այդ հակառակությունը մեր մեջ պետք է լինի, բայց ինչի դեմ պետք է լինի։ Եվ գիտեք, ընդհանրապես ուզում եմ ասել, որ երբ որ Հիսուսը եկավ այս աշխարհ, նա ծառայում էր, նա հանդիպում էր շատ հակառակությունների։ Գիտեք, Աստված, արարիչ Աստված, որ ինքն էր ստեղծել ամեն ինչ, երկիր, մարդկություն, այդ ամեն ինչը, եկավ այդ ժողովրդի մեջ, այն ժողովրդի հետ, որ ինքը ուխտ է կապել, այդ ժողովրդի մեջ եւ հենց այդ ժողովրդից հակառակություն էր ստանում։ Իհարկե ոչ բոլորից, որովհետեւ շատերը հազարավորները հնազանդվեցին, ոչ թե հակառակվեցին։ Ամեն։ Դրա համար մենք պետք է հասկանանք նույնպես մի բան, որ Սատանայի մասին Աստվածաշունչը նույնպես խոսում է Հակաքրիստոս։ Ռուսերենում անտիխրիստ։ Հակաքրիստոսը Սատանան է, Քրիստոսին հակառակ։ Մենք էլ Սատանային ենք հակառակն է, իշի որ, հա։ Հիմա այստեղ հարց է, մենք որ բաներին ենք հակառակ։ Հակառակ ենք այն բաներին, որ Աստված է հակառակ, թե հակառակ ենք այն բաներին, որ Սատանան է հակառակ։ Այնց այդ հակառակության մասին ես այսօր խոսելու եմ, որ մենք հասկանանք ու ավելի շատ խոսելու եմ, որ մենք հակառակ չլինենք Քրիստոսին։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք զանազանենք այդ հոգին։ Հակառակության հոգին։ Հակաքրիստոսի հոգին, որտեղ հակառակության հոգին ում հոգին է։ Հակաքրիստոս։ Նայեք, մինչև Հիսուսի գալը այս աշխարհ, որ մարմին դառավ ու եկավ, Աստված մարգարեների միջոցով էր խոսում։ Ճիշտ է։ Խոսում էր Մովսեսին, պատվիրաններ տվեց։ Հետո մարգարեներին միջոցով մարգարեություններով խոսում էր, Հայրը խոսում էր։ Եվ գիտեք հետաքրքիր որն է, որ Սատանան նույնն է, եւ նա միշտ հակառակվում էր։ Եվ մարգարեներին սպանում էին, Մովսեսին հակառակվում էին շատերը։ Այսինքն հակառակությունը գնում էր դեպի մարդկանց դեմ, բայց հակառակություն դա Աստծուն էր։ Մարգարեներին հակառակվելով ում էին հակառակվում։ Մովսեսին հակառակվելով ում էին հակառակվում։ Աստծո խոսքը հետաքրքիր բան է ասում մեզ, որ Մովսեսի մասին, երբ որ հակառակվեցին, Մովսեսը աղոթեց, ասեց Տեր, թող նրանց մեղք չհամարվի, որտեղ ու հետո պատասխանը գիտեք ո՞րն էր, Աստված ինչ էր ասում Մովսեսին։ Ինչի են ինձ հակառակ կենում։ Բայց երբ որ մենք նայում ենք այդ հակառակության process-ը, բոլոր հակառակությունը Մովսեսի դեմ էր։ Բայց Աստված ասում է ինչի են ինձ հակառակ կենում։ Նշի որ Աստված ասում է Մովսեսը ես եմ։ Չէ։ Բայց ասում է ես Մովսեսի միջոցով եմ գործում։ Ես Մովսեսի միջոցով եմ առաջնորդում։ Եվ հակառակություն էր բարձրանում։ Եվ Աստված ասում է իմ դեպը բարձրանում։ Հետո մենք տեսնում ենք, մենք հավատում ենք, չէ, Հայր Որդի Սուրբ Հոգի, երրորդությանը։ Հավատում ենք, որ Աստված երրորդություն է եւ Աստված բայց մեկ է։ Երկրորդը, երբ որ Հիսուսն եկավ, Որդին եկավ, ժողովուրդը հակառակվում էր Որդուն։ Այդ որ հոգին էր, նույն հակառակության հոգին։ Նույն հակաքրիստոսը, հակաքրիստոսի հոգին, Քրիստոսի հական։
Հակառակորդ, ընդհանրապես շատ հավատացյալներ սատանա չեն էլ ասում են հակառակորդը։ Ես շատերից եմ լսել, ընդհանրապես տարիքով ոնց որ քրիստոնյաներ, ովքեր սովետական միության ժամանակ անգամ հալածանքներով եւ այլ այդ ռեժիմի ժամանակ հալածվել են Քրիստոսի անունի համաձայն, իրանք սատանային ասում են հակառակորդը։ Հակառակորդը։ Մենք պետք է իմանանք, որ նա մեր հակառակորդն է, նա Աստծո դեմ է, եւ նա մեր դեմ է, Աստծուն հավատացյալ մարդկանց դեմ է։ Նա այն մարդկանց դեմ է, ովքեր Քրիստոսի հետ են։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ հոգին նույն հոգին է։ Քրիստոսը որդին եկա, որդուն հակառակվեցին։ Եվ այսօր հակառակվում են ում? Հոգուն, Սուրբ Հոգուն։ Իսկ հոգին ում մեջ է? Ումով է գործում, այսօր եկեղեցու դարաշրջանն է։ Նայեք, հայրը խոսում էր մարգարեների միջոցով, հակառակվեցին։ Որդին եկավ, հակառակվեցին, Սուրբ Հոգին, որ այսօր գործում է եկեղեցու միջոցով, Աստծո հոգին գործում է մարմնի միջոցով, հակառակվում են ում? Մարմնին։ Որտև մարմնի մեջ միջոցով գործում է հոգին, դա նույն հոգին է, հակա Քրիստոսի հոգին։ Եվ մենք պետք է զանազանենք այդ հոգին։ Մենք պետք է կարելի ասել, չէ, ժողովրդական են ասացվածքի նման այդ ջրաղացին ջուր լցնող չլինենք այդ հակառակության։ Ընդհակառակը, այդ ջրաղացի ջուրը կանգնացնողներ լինենք։ Այդ հակառակությանը ընդդեմ լինողներ լինենք։ Այդ հակառակության դեմ գործողներ լինենք, որը որ սատանայի դեմ է։ Որտեղ մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի, այլ ում դեմ է։ Սատանայի։ Բայց ինչի եմ ես ասում, որ մենք իմանանք, որ այս օրերում Աստված գործում է իր մարմնի միջոցով։ Իր մարմնի միջոցով, որը որ մարմնի միջոցով գործում է Սուրբ Հոգին։ Չէ՞ որ Հիսուսն ասեց, գնացեք, սպասեք, մինչև Սուրբ Հոգին կգա։ Ոչինչ չանեք։ Հենց որ Սուրբ Հոգին կգա, գնացեք ամբողջ աշխարհը քարոզեք եւ այլ, բայց հիմա սպասեք, մինչև Հոգին գա, զորություն կառնեք դուք։ Չէ՞։ Ու երբ որ Սուրբ Հոգին եկավ, աշակերտները սկսեցին քարոզել, այդ ով էր գործում եկեղեցու մարմնի միջոցով։ Սուրբ Հոգին։ Եվ ովքեր էին, որ հակառակվում էին, ում դեմ էին հակառակվում, Ներոն ինչ արեց, հավատացյալներին վառեց, բայց այդ ամբողջ ատելությունը ում դեմ էր, հավատացյալի թե այն հոգու, որ այդ հավատացյալի մեջ էր։ Դրա համար այսօր աշխարհը այսօր եկեղեցու դեմ է, որտեղ այս աշխարհի հոգին Աստծո հոգին չի, բայց իմ ու քո մեջ Աստծո հոգին է։ Դրա համար այս աշխարհը ամեն ինչ ուզում անի, որ Աստծո հոգով շարժվողներին կանգնեցնի։ Կամ էլ գիտեք, այսպիսի մի բան էլ կա։ Ով գիտի, այն որ ասում են քաղցկեղ, լսել ենք։ Գիտեք ինչ է իրանից ներկայացնում քաղցկեղը։ Նա մի մարմին է, մարմնի մեջ, որ դեմ է մարմնին, հակառակը մարմնին։ Հիմա լավ, համեմատության համար ասելով, արդյոք այդ հակառակ հոգին չի մարմնի դեմ, մարմնի մեջ։ Սնվում է մարմնից, գիտեք չէ, քաղցկեղը սնվում է մարմնից, մարդը հաց է ուտում, վիտամիններ է ստանում, բայց քաղցկեղն է մեծանում։ Սնվում է մարմնից, բայց գործում է մարմնի դեմ։ Նպատակն է սպանի մարմնին։ Արդյոք հենց այդ հոգին չի, որ կարագործի։ Հիմա ինչ անենք, որ այդ քաղցկեղածին բջիջները չլինեն։ Հնազանդվենք Աստծուն։ Հնազանդությունն է, որ այդ քաղցկեղածին բջիջները, հակառակության բջիջները, համեմատելով քաղցկեղածին բառի հետ։ Քաղցկեղածին հավասար է հակառակություն։ Եթե հակառակություն, հավասար է քաղցկեղածին։ Բժշկական տերմին եմ ասում, որտեղ այսօր մենք շատ անգամներ լսում ենք այդ բառերը։ Քաղցկեղածին բջիջներ։ Անալիզի են, չէ՞ տանում, ինչեր է անալիզի անունը կոչվում։ Բիոպսիա, հա, էլ ինչ կար, մարկեր, եսիմիշ մարկեր։
օնկոմարկեր, քասկեղածին բջիջ, օրգանիզմը կա թե չէ, իմունիտետ հասկացողություն կա թե ոնց է գործում, ինչպես է գործում։ Ժողովուրդ, մեր իմունիտետը պետք է շատ ուժեղ բարձր լինի։ Մարմնի մեջի իմունիտետը։ Եվ մենք պետք է հակառակվենք Քրիստոսին հակառակորդ հոգուն։ Մենք հակառակվում ենք Քրիստոսին հակառակին, միաբանվում ենք Քրիստոսին միաբանվողին։ Եվ եթե նայենք Մարկոսի 9-րդ գլխի մեջ, Մարկոսի ավետարան, Երեսունիններորդ խոսքում Հիսուսն ասում է, որովհետև ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Ով որ մեզ, ուշադրություն դարձրեք, Քրիստոս չի ասում, ով որ իմ։ Գիտեք հակառակության հոգին մարմնի մեջ նույնպես ոնց կարա գործի։ Ես Հիսուսի հետ եմ, բայց ձեր հետ չեմ, դուք մի քիչ ուրիշ եք, ես ձեր մի քիչ համաձայն չեմ, բայց ես Քրիստոսի հետ եմ։ Իսկ Քրիստոս չասեց, ով որ իմ հետ համաձայն չի, ով որ մեզ հետ։ Շատ բանալի բառ է այս բառը։ Ու դրա համար շատ կարևոր է հակառակ չլինել, ով որ Քրիստոսի հետ է։ Աշակերտները խառնել էին։ Դրանից վեր է որ կարդում ենք։ Շատերը Հիսուսի անունով գործում էին։ Աշակերտները գնացին, ասեցին, արգելեցին, ես ինչ եք անում, ոնց, մենք իրար հետ չենք, մենք լնա, ես Հիսուսի հետ։ Առանձին մենք գործում ենք, Հիսուսի հետ ենք, դուք եսին որտեղ առանց մեզ Հիսուսի անունով հետ ով է ձեզ այդ թույլտվությունը տվել։ Ու Հիսուսն ասեց, ես ինչ եք անում, տղեկ։ Իրանք մեր հետ են, որովհետև մեր դեմ չեն։ Իրանք մեր հետ են։ Մենք մի թիմից ենք։ Մենք մի գործ ենք անում։ Աստծո արքայությունն է տարածվում։ Բայց լինել միաբանության մեջ։ Այդ շատ կարևոր է։ Հակառակությունը միշտ միաբանության դեմ է բարձրանում։ Հակառակությունը միշտ ուզում է բաժանում բերի։ Բաժանում։ Կա այս արտահայտությունը ժողովրդական լսել եք, ասում է, մեր ջրերը մի առվով չի գնում։ Միառուն այդ միաբանությունն է։ Մեր ջրերը։ Հիմա չկա տարբեր ջրեր, կա մի կենթանի ջուր։ Եվ մեր բոլորի ջրերը այդ առվով պիտի գնա։ Ամեն։ Երկնքից է այդ առուն գալի, այս երկիրը ոռոգում, բժշկում, ուղղում, եւ մենք այդ ջրի հետ պետք է միաբան լինենք։ Եթե մեր ջրերը այդ ջրի հետ միաբան չի, բայց չհասկացա, արդյոք կարող է այդ հակառակ եմ ես այդ ջրին։ Իսկ ինչի պիտի մեր ջրերը մի առվով չգնա։ Ինչն է արմատը։ Ինչն է նպատակը։ Այդ ինչ հոգի է, որ ներգործում է։ Ինչի է բերում այդ միտքը, որովհետև այդ հետևի կանգնածը գործանել է ուզում, բաժանել է ուզում, քանդել է ուզում։ Մենք նրան հակառակ ենք։ Ես հակառակ եմ նրան, ինչ որ Աստված է հակառակ, ում որ Աստված է հակառակ, ոչ թե անձ ի նկատի ունեմ, այլ որտեղ մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի։ Մեր պատերազմը հոգևոր է եւ սատանայի դեմ է։ Ամեն։ Նայեք այստեղ Սաղմոս 35-ի 1-ում ինչա գրված։ Ով գիտեր, որ Աստված Դավթի հետ էր։ Պատճառը գիտեք որ, որտեղ Դավիթն էր Աստծո հետ։ Երբ է Աստված լինում մեր հետ, երբ որ մենք ենք լինում իր հետ։ Բանալին դրա մեջ է։ Ոչ թե մենք հակառակ ենք իրեն։ Սաղմոս 35 առաջի խոսքը։ Դավթի Սաղմոս։ Եվ ասվում է, հակառակվիր Տեր ինձ հակառակողների հետ։ Եվ կռվիր ինձ հետ կռվողների հետ։
Օրինակ ես ուզում եմ Տերը կռվի իմ դեմ կռիվանողների հետ, ոչ թե անձի, այլ այն դիվականի, որ դուրս է գալ իմ դեմ։ Բայց բանալին գիտեք երբ է, երբ որ ես Աստծո հետ եմ։ Հիշում եք, երբ որ Պողոսը մինչև Պողոս դառնալ Սողոսն էր, եւ նա հալածում էր ում հավատացյալ քրիստոնյա ժողովրդին, երբ որ Հիսուս եկավ կանգնեց, ասեց իմ հետ հարց ունես, Սողոս, ինչ ես ինձ հալածում, նա այս Պողոսը, ես քեզ նոր եմ տենում, չեմ ճանաչում, ով ես Տեր։ Նա եմ ում որ հալածում ես։ Ում էր հալածում Սողոսը։ Եկեղեցուն էր հալածում Սողոսը։ Եվ Հիսուսը կանգնեց, ասեց ինձ ես հալածում ու կռիվ տվեց կռիվ տվողի հետ։ Դժվար է քեզ քթանին քացի տալը։ Քթանը գիտեք որն է։ Բիզը։ Դժվար է։ Երբ որ Աստվածը արդեն կռիվը սկսում, դժվար է, անհնար է։ Արդեն պարտված է այն հակառակ կողմը։ Դրա համար մեզ պետք է լինել Աստծո հետ։ Եթե Աստված, հիշում եք այդ տեղը, մեր հետ է։ Եթե բառել կա, չէ՞։ Եթե Աստված մեր հետ է, ինչը կարա մեր դեմ լինի։ Երգում ենք, չէ՞ այսօր այդ երգը։ Եթե Աստված մեզ հետ է, ինչ լավ է, եթե, բայց արդյոք մենք Աստծո հետ ենք։ Եթե Աստված մեզ հետ է, կարելի է բառեր այսպես էլ ասել։ Ինչ կապ ունի ով է մեր դեմ։ Ինչ կարևոր է, ինչ է մեր դեմ։ Ինչ երևույթ է մեր դեմ։ Եթե Աստված մեզ հետ է։ Իսկ երբ Աստված մեզ հետ, երբ որ մենք ենք իր հետ։ Աստված նույնն է երեք այսօր հավիտյան։ Մենք պետք է լինենք իր մեջ։ Եվ ճանապարհը բաց է իր հետ մեկ լինելու։ Խոնարհություն, հնազանդություն։ Ուղղակի հնազանդվել Աստծուն։ Նվիրում, լինել իր հետ մեկ։ Հիսուսն ամեն ինչ արեց, ամեն բան արեց։ Ամեն։ Դրա համար մեզ պետք է լինել Քրիստոսի հետ մեկ։ Սաղմոս 109:4-ում էլի Դավթի սաղմոսն է։ Ասում է իմ սիրո փոխարեն հակառակում են ինձ, բայց ես աղոթք եմ անում։ Գիտեք, երբ որ դու Աստծո կողմ ես, դու սիրում ես։ Դու սիրում ես քեզ հակառակողին անգամ։ Բա որ քեզ հակառակվում են հիմա ինչ անեմ։ Աղոթք անես։ Ասում է իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ։ Ես ծեր եմ տալի, բայց հակառակություն հնձում։ Կարող ես մտածես ինչի է տենց։ Հիսուսն էլ էր տենց անում։ Ծեր էր տալի, հակառակություն հնձում։ Իսկ ինչ ասեց Հիսուսը։ Աշակերտը վարդապետից բարձր չի։ Ինձ հակառակվել են, ձեզ էլ կհակառակվեն, բայց ես ասեմ ոչ բոլորը, որտեղ շատերն էլ հնազանդվում էին Հիսուսին։ Ընդունողներն էլ կլինեն, հնազանդվողներն էլ։ Հարցը այստեղ է։ Մենք որ այդ բառն օգտագործեմ, էլի, որ բանակի մեջ ենք։ Աստծո, որը հնազանդության բանակն է, հնազանդվողների բանակ։ Գիտեք, Աստծո բանակը հնազանդվողների բանակն է, որտեղ Հիսուսը հնազանդվողների զորագլուխն է։ Զորքերի գլուխ, հրամանատար։ Անհնազանդների գլուխը։ Գիտեք սատանայի արձանը Ամերիկայում որ կանգնացրել են ինչ կերպար ուներ։ Սատանիստները ընդհանրապես այդ նշանը օգտագործում են։ Մարդ այծի գլխով։ Եվ իրենց նշանը այծի նշանն է, չէ՞ սատանիստների, որ սենց այծ են, չէ՞ անում, էսի այծ սենց։ Այսինքն գիտեք այծը որն է։ Ես հակառակ եմ։ Այծը չի հնազանդվում։ Այծը հակառակ է։ Հիշում եք Ֆրունզիկի ֆիլմը Կամոդի։ Քեզի հակառակ պիտի այս բան անեմ։ Վառե, քեզի հակառակ պիտի եմ որ ասում, քեզի հակառակ։ Գիտեք, այն ինչ որ հակառակ է մի բան գործում։ Դա վեճ է բերում, դա խաղաղություն է գողանում, դա հակառակությունը պարակտում է բերում, քանդում է, փչացնում է։ Իսկ հնազանդությունն ու խոնարհությունը։ Բա որ ասեր, ոչ թե քեզի հակառակ պիտի անեմ, բա որ ասեր,
քո համար կարամ չանեմ։ Պատկերացնում եք ինչ կլներ։ Կարող է ջարդվել այդ քարի պես պինդ սիրտ ունեցող մարդը։ Կարող է ջարդվել, գիտեք պատճառը որն է։ Հնազանդությունը։ Տեսել եք ընտանիքներում հիմնական վեճը որն է։ Քեզի հակառակ պիտի ասեմ, քեզի հակառակ են։ Բա որևիցե մեկ ասի չէ քո համար ես այդ չեմ անի։ Չնայած կուզենայի անեմ, բայց քո համար չէ։ Եկել տեն մեզ մի կողմը ջարդվավ, հալվավ։ Եթե ամուսնու կողմնա կարող է արի գնանք մի տե մի հատ կամ ծաղիկ բան, եւ այլ sense ինչ որ մի ձև ուզում է շահի կան, կամ էլ այն մյուս կողմը հակառակ ինչ որ ձևի, չէ՞, բայց հնազանդությունն է դա բերում։ Փշրվելու։ Ինչը թույլ տվեց, որ մենք դարձանք Տիրոջը։ Տիրոջ կոտրվելը, Հիսուսի խաչվելը, հնազանդությունը, ոչ թե հակառակությունը։ Աստված դեմա մեղքին, բայց սիրում է մեզ։ Մեզ փրկելու համար հնազանդվեց, մեր մեղքերի գինը վերցնելով իր վրա եւ սերը ցույց տվեց։ Ու այսօր այդ հոգին հակառակության գործում է, հարձակվում է, ուզում է իր կողմից անի, իր կողմ դարձնի հակառակվողների բանակի մեջ։ Ես այդ բանակում չեմ։ Ես հնազանդվողների բանակում եմ, որտեղի զորքերի գլուխը հնազանդության օրինակն է Հիսուս Քրիստոսը։ Գործք առաքելոց 7-րդ գլխի մեջ 51-րդ խոսքը։ Այստեղ հետարքիր հանդիմանական խոսքը ասում, ասում խստապարանոցներ, այսինքն խստապարանոց որն է։ Վիշտը, դա բնավորության մասին է խոսքը։ Խստապարանոց, այսինքն մեր բառերով ասած հաստակող։ Պինդ պոպոկ։ Էլ ինչ բառ կա այդ խստապարանոց, հաստավիզ, խստապարանոց, պինդ պոպոկ, պնդաճակատ, չկոտրվող։ Կռո։ Պինդ, չջարդվող, չկոտրվող, պինդ, հա? Եվ նայեք ինչ է ասում։ Սրտով ականջով չթլպատվածներ։ Ուրեմն այդ պինդ վիճակը սրտի ու լսողության չթլպատելը։ Սրտի թլպատությունը գիտեք ո՞րն է, ընդհանրապես, որ դու կտրում ես, առանձնացնում ես Աստծո համար։ Երբ որ կտրվում է, գայք ուխտի նշան է դա։ Սրտի թլպատությունը դա արդեն ներսի ուխտի նշան է։ Երբ որ դու կտրում ես սրբացնելու համար, առանձնանում ես Աստծո համար։ Երբ որ ինքը իր ներսում չի ուզում կոտրի, չի ուզում կտրի, այդ կտրելու process-ը ցավոտ է։ Չի ուզում առանձնացնի, չի ուզում հնազանդվի, չի ուզում խոնարհեցնի իրան, չի թլպատում իրան, ներսի սիրտը, իր հոժարությունը, իր ներսի, կա չէ, ներսի ով ես այսքան տարի ինձ մեկը կարար ասել, սենց մի եկել են 3-1 այսօր երկուն ուզում են ասեն սենց շին ենցա։ Չէ, ուզում ես ընդունի, ուզում ես չէ։ Հնազանդությունը դա որոշման քայլ է, ներսի որոշման։ Կամ ընդունում ես, կամ չէ, նես չի իմ ասացին ես, Տիրոջ խոսքն եմ ես խոսում։ Աստծո առաջ է այս ամենը։ Եվ նայեք շարունակությունը ինչ է ասում։ Սրտով ականջներով չթլպատվածներ, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք, ինչպես ձեր հայրերը, այնպես էլ դուք։ Հայրերը ինչ եք ասում, հակառակում եք, այնպես էլ դուք։ Պատճառը ո՞րն է։ Հակառակվել ում։ Այդ Սուրբ Հոգու։ Իսկ ինչ եք կարծում, Սուրբ Հոգուն հակառակվելում, դա ո՞նց էր դրսևորվում։ Դրսևորվում էր մարմնի չհնազանդվելու, ծառայողների դեմ հակառակվելով, իրար դեմ հակառակվելով։ Դա հակառակվել է Սուրբ Հոգուն, որովհետև հիշում եք ես ասեցի, այսօր եկեղեցու դարաշրջանն է։ Սուրբ Հոգին գործում է եկեղեցու միջոցով։ Դա նշանակում է հակառակվել Հոգուն, դա ինչպես է երևում այդ երևույթ, հակառակվել մարմնին։ Մարմնի դեմ է այդ ամենը։ Ում մարմինը, Քրիստոսի։
Քրիստոսի մարմինը, Քրիստոս որդու մարմինն է։ Ամեն։ Հայր ասեց ես հոր մեջ եմ, հայր իմ մեջ է։ Մենք Տիրոջ հետ մեկացել ենք, մարմինը Քրիստոսի եկեղեցին։ Եվ մենք այնքան կարևոր է, որ այդ հակառակությունը, եթե մենք ուզում ենք այդ բանակում չլինել հակառակության, հակառակվողների, այլ լինել հնազանդվողների բանակում, դա նշանակում է մեր ականջն ու մեր սիրտը պետք է կտրված լինի այս աշխարհից։ Չէ, այս աշխարհը հակառակվողներն են։ Աշխարհի նկատի ունեմ այդ աշխարհը ոչ թե աշխարհում ապրող մարդիկ, աշխարհում ապրող մարդիկ ուղղակի պետք է լսեն ավետարան։ Նրանք պետք է ուղղակի մատուցել ճիշտ ավետարան։ Եսի նկատի ունեմ այս աշխարհում գործող են հոգին չերևացող, որը որ մարդկանց դրդում է դեպի Քրիստոսի դեմ։ Իրանց ապրելակերպով, իրանց մեղքերով, իրանց ամեն ինչով, իրանց ներսը եթե պետք է Տիրոջը հնազանդվի, չի կարա։ Գիտեք, հետարքիր բան ասեց Հիսուսը, երկու Տիրոջ չես կարա ծառայես։ Մեկին կսիրես, մեկին կարհամարես։ Չես կարա սիրես եւ մեղքը եւ սիրես սրբությունը։ Ոչ։ Հիսուսի մեջ է սրբությունը։ Հիսուսով ենք ինչ որ ենք։ Նենշի որ եկեղեցում որ մենք կատարյալների հավաքված ժողովուրդն ենք։ Ոչ, բայց որոշել ենք կատարյալին նմանվել։ Որոշել ենք հնազանդվել, այդ հնազանդության ճանապարհի մեջ ենք մտել եւ սկսել ենք փոխվել։ Այս աշխարհն է որ չի փոխվում, եկեղեցին փոխվելու տեղն է։ Այսինքն մարդիկ հնազանդվում են որ փոխվեն։ Որտեղ մենք հասկացել ենք, որ այնտեղ անդունդն էր, այնտեղ ես հասկացա, որ այդ բնավորությունը, իմ այդ վիճակը ճիշտ չէր եւ եկել են որ շտկվեմ։ Եվ այդ միանգամից չի դառնում, կա չէ՞ ֆոկուսնիկների հոպլա։ Այդ հոպլան չի լինում տենց, դա հոպլայով չի, դա process է, որ մենք մտել ենք փոխվելու, ճանաչելության process-ն է։ Քրիստոսին ամեն օր ճանաչում եմ ու ինչքան ճանաչեցի իմ կյանքը դրսևորվում է համաձայն։ Այսինքն եթե մեկի կյանքում էլ եկեղեցում այդ process-ը չի կատարվում, ճանաչելության հարց է։ Ուրեմն չի ճանաչում։ Կամ էլ քիչ է ճանաչում։ Բայց մի կարևոր բան կա, որ այստեղ process է սկսված եկեղեցում։ Աշխարհում process չկա այստեղ սկսած։ Փոխվելու process-ը եկեղեցին է, եկեղեցում է։ Կա չէ, բայց եկեղեցին ես էլ գիտեի սուրբ տեղը։ Հա, ճիշտ գիտեի, բայց դա չի նշանակում սուրբ տեղ չի, սուրբ տեղը, բայց կատարյալների հավաքված տեղ չի։ Կատարյալներ դեպի կատարելություն ձգտողների տեղը, որ ձգտում ենք բոլորս կատար։ Մենք չենք մնում նույնը, մենք փոխվում ենք, իսկ աշխարհը չէ։ Բայց սա աշխարհը նայում է մեզ, ասում է, Պետք է պատասխանատվություն էլ վերցնենք, է։ Պատասխանատվություն վերցնենք ամեն մեկս ճիշտ ներկայանալու, ճիշտ ցույց տալու, այն Աստծուն, որ ապրում է մեր մեջ։ Պատասխանատվություն այն հոգին, որ ապրում է մեր մեջ, այդ հոգու զորությամբ գործելու այս աշխարհի մեջ, որտեղ այս աշխարհը սպասում է իմ ու քո, ոնց ասեմ, ելքին։ Ելք կամ մուտք, չգիտեմ, նայած ոնց եք նայում, ելք դեպի Քրիստոսի ծառայություն, ելք ներսից դուրս, մուտք, որ կա, չէ, որ համար է պատրաստվում, ասում է հիմա այս ինչի մուտքն է։ Մուտք բեմ, դե աշխարհն էլ մեր բեմն է։ Բեմ դա ծառայության վայրը։ Գիտեք, ծառայել մենակ էս 2 մետր, 3 մետր տեղը չի։ Շատ անգամ մարդիկ ասում են ծառայություն, մտածում են դե ես ծառայեմ, այսքան տեղն է ծառայության տեղը։ Ծառայության տեղը էս չի, ամեն մեկ իր բեմն ունի։ Քո բեմը ո՞րն է, հայտնաբերել ես։ Որտեղ ես դու ծառայում Տիրոջ հետ, քո բեմն է, ծառայիր Տիրոջը։ Աստված ում որտեղ կանչել է ծառայելու, ծառայիր Տիրոջը, դա քո բեմն է, բայց ներկայացրու Տիրոջը քո բեմում բարձր։ Լույս, սրբություն, ներկայացրու Տիրոջը, ճիշտ համարդ ներկայացրու, համարն էլ էդի խաղ չի, դա ապրելակերպ է, որովհետև մենք չենք խաղում, մենք ապրում ենք։ Թատրոնում չենք, որ խաղանք։ Իջնենք բեմից, դռնենք ուրիշ կյանքով ապրենք։ Ները կյանք է, քրիստոնեությունը կյանք է։ Ապրելակերպ է։ Ամեն։ Եվ սա պատասխանատվություն է, ամեն մեկիս համար։ Նայեք, ինչպես է դրսևորվում հակառակությունը եկեղեցում նույնպես։
Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլխի մեջ։ 14-15-րդ խոսքը։ Աղեքսանդրոս դարբին ինչ շատ չարություն արև։ Պողոսը Տիմոթեոսին նամակ է գրում։ Պատկերացրեք, այդ Աղեքսանդրոս դարբինը Աստծո ժողովրդի մեջ եղող մարդկանցից էր, որ անգամ Տիմոթեոսը գիտեր, Պողոսը գիտեին մարդիկ, ասում են ինչ շատ չարություն արեց։ Տերը նրան հատուցում տա իր գործերի պես։ Դու էլ նրանից զգուշացիր։ Եվ հետո ասում եմ, որ նա շատ հակառակ կեցավ մեր խոսքին։ Հիմի չարություն արեց ինչով։ Այդ դարբնի կվալդը խփելով, չէ։ Դարբին էր, չէ, ձեռի տակ չագուշ, տարբեր չափերի չագուշներ ունի։ Այդ հակառակությունը այդ խփելով չէր, այդ ֆիզիկա, այդ տենց չէր։ Հակառակ կեցավ մեր խոսքերին։ Ուրեմն հակառակությունը ընդունելության, խոսքի ընդունելության հետ է։ Ինչի պետք է ինքը այդ բանն ինձ ասեր։ Եկեղեցում ո՞նց է հակառակությունը բարձրանում։ Ո՞նց զանազանեք այդ հոգին ինչպես է գործում։ Խոսքին հակառակություն։ Խոսքին։ Ընդամենը խոսքին։ Ամեն։ Եվ Պողոս ասում է ինչ չարություն արեց, որովհետև այդ իմ խոսքը չէր, հա։ Դու էլ Տիմոթեոս որպես Աստծո ծառա, դու էլ զգուշացի իրանից, որովհետև հակառակը բանակից է, ասենց ասեմ։ Հակառակ հոգու ներգործության մեջ է, ոչ թե Տիրոջ հոգու ներգործության։ Տիրոջ հոգին հնազանդության մեջ է գործում, սիրո մեջ է գործում։ Ամեն։ Տիրոջ հոգին հակառակվում է սատանային, հակառակվում է այս աշխարհին, հակառակվում է մեղքին։ Ոչ թե Աստծո ճանապարհին։ Ամեն։ Տիրոջ հոգին չի հակառակվում տեսիլքին, Տիրոջ հոգին չի հակառակվում սրբությանը, Տիրոջ հոգին չի հակառակվում մարմնին, մարմնի գործունեությանը եւ այլ, միաբանությանը, սիրուն։ Զանազանենք, այնքան պարզ է զանազանությունը։ Ամեն։ Եվ Հուդայի թուղթը անգամ նայեք ինչ ասում։ Հուդա առաքյալը, գիտեք, չէ, երկու Հուդա կար, որից մեկը առաքյալներից երկուսի անունը Հուդա էր, որից մեկը մատնիչն էր։ Հիմա Հուդա առաքյալը, որը մատնիչի չէր, որը որ թուղթ գրեց եւ այլ։ Առաջի գլուխ ինքը մեկ գլուխ է, հա, Հուդայի թուղթը մեկ գլխից է բաղկացած։ Եվ նայեք 11-րդ խոսքը։ Վայ նրանց, որ Կայինի ճանապարհով գնացին։ Կայինի ճանապարհը ո՞րն էր։ Եղբայրասպանությունը։ Իսկ ինչից։ Նախանձից։ Նախանձ։ Այսա ասեմ, որ այդ նախանձը հակառակություն է բարձրացնում, ես էլ այդ տեղն է կկարդամ։ Հետո ասում եմ, Բաղամի մոլորությունով վարձքին նվիրվեցին, Բաղամներ մարգարե էր։ Պրոստը փողը շատ է սիրում։ Աստուն քիչ։ Եվ կորխի հակառակության պես կորան։ Կորխին օրինակ է բերում հակառակություն։ Իսկ կորխում դեմ էր։ Եթե կորխին լսեիր, Աստծո հետ էր։ Եթե Աստծուն լսեիր, կորխը Աստված կորխի դեմ էր։ Հակառակվողներին, որ լսում ես, իրանց նման Աստծո հետ ելնող չկա։ Հովիվն էլ չի այդքան Աստծո հետ, ինչքան իրան։ Որովհետև տվյալ պարագայում Մովսեսը կորխի աշկերով Աստծո հետ չէր ել։ Ինքն էր Աստծո հետ։ Իսկ Աստծո աշկերով ասեցել այդ կորխականներին առանձնացրեք։ Ու երկիրը բացվեց, բոլորի աշկի առաջ դժոխք լիչան։ Աստված դատապարտեց հակառակությունը, որտեղ դա սխալ հոգի էր։ Հետո ասում է, սրանք գայթակղության ժայռեր են ձեր սիրո խնջույքներում։ Սիրո խնջույքը ո՞րն է։ Եկեղեցին։ Որտեղ աշխարհում սեր չկա, եկեղեցին է, Աստծո մեջ է, Քրիստոսի մարմինում է, իրական սերը, որը Աստված է։ Գայթակղության ժայռեր, այսինքն սիրո մեջ, սիրո հավաքույթի, սիրո միաբանության մեջ գայթակղությունը, հակառակությունը հենց այդ գայթակղությունն է, եւ նրա նպատակն է վարակի բոլորին։ Իսկ մենք ամեն մեկս պետք է պահենք սերը, պահենք միաբանությունը հնազանդության ու խաղաղության կապով, սիրո կապով, հակառակվելով հակառակությանը։ Առաջի Պետրոսի առաջի թուղթը, երկրորդ գլուխ առաջի խոսք։ Արդեն գցելով ամեն չարություն եւ ամեն խաբեություն եւ կեղծավորություններ եւ նախանձը եւ ամեն չարախոսությունը։ Դեն գցենք ամեն, հա, նախանձը, մյուսը։
Երկրորդ Տիմոթեոսի թղթում տայք Պողոսը նույնպես ինչ ասում, 3-րդ գլուխ 8-րդ խոսք։ Ալ ինչպես որ Հանեսը եւ Համրեսը Մովսեսին հակառակ կեցան, այնպես էլ սրանք հակառակ են կենում ճշմարտությանը, մարդիկ մտքով ապականված անպիտան հավատքի համար։ Ուրեմն հակառակությունը մտքի մեջ ապականությունը եւ նույնպես հավատքի համար անպիտան։ Չի կարա հակառակվողը, հակառակության մեջ լինողը, Աստծո խոսքին մեջ հակառակ լինողը, Աստծո հետ հակառակ լինողը հավատքի համար պիտանի լինի։ Ուրեմն հավատքի համար պիտանին դրա հակառակն է, հնազանդ եղողը։ Ոչ թե հակառակ եղողը։ Միաբան եղողը, սիրողը, ոչ թե չսիրողը։ Խաղարարարը, ոչ թե կռվարարը։ Չէ՞։ Հակառակը, հականիշը։ Եթե ինքը բոլորի հետ կռիվ անում, հավատքի համար պիտանիա թե ինչ չէ, ուրեմն չէ, այսինքն եթե ինքը բոլորի հետ հակառակվում է, պիտանի է հավատքի համար թե չէ։ Բա եկեղեցի է գալի։ Հա ինչ ունի։ Գալիս է որ փոխվի, տենանք փոխվի։ Աստված ուզում է փոխվի, բայց դա պիտի վարակիչ չլինի։ Ընդհակառակը մենք մեր հնազանդությունը պետք է բռնի իր սիրտը։ Բայց դա մարդու որոշումը։ Մենք պետք է թույլ չտանք քաղցկեղածին բջիջներին։ Բարձրանա մեր մեջ։ Հակառակությամբ կարող բջիջները բարձրանա մեր մեջ, այլ հնազանդությունը։ Եվ մենք պետք է մարզենք մեզ։ Իսկ ո՞րն է դա առողջ ապրելակերպ։ Առողջ ծնունդ, Աստծո հետ հարաբերություն, որտեղ ոչ միայն Աստծով կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած խոսքով։ Աստծո խոսքն է, որ մեզ բժշկում, Աստծո խոսքն է, որ մեզ կերակրում է։ Աստծո խոսքն է, որ մեզ ամեն բան մեր կյանքի մեջ բերում է փոփոխություն իր կամքի համաձայն։ Ամեն։ Սաղմոս 74, ես կամաց ավարտին եմ գալի։ 74:4 Քո հակառակորդները գոռում են ժողովարաններիդ մեջ։ Ում հակառակորդների մասին է։ Աստծո հակառակորդները գոռում են որտեղ։ Այդ որ ժողովարան, այդ ում հավաքույթն է։ Ուրեմն կարա եկեղեցում հոգին բարձրանա հակառակության։ Եվ իրենց նշանները նշանների տեղ են դնում։ Իրանց բանից պարզվում է իրանք էլ կարան նշան անեն։ Ու ասում են, տես մեր կյանքում էլ էս էլ նշանը քեզ որ Աստված մեզ հետ է։ Բայց զանազանությունը հոգին է, ոչ թե նշանը։ Սերն է ու հնազանդությունը, ոչ թե այդ հրաշքը։ Զանազանությունը սիրո հոգին է։ Հակառակությունը չի կարում սիրի։ Հակառակությունը չի կարում ների։ Հակառակությունը դաժան է, անգութ է։ Իսկ Աստված գթա սիրտ է, սիրով լցված է, միշտ շանս է տալի։ Տեսեք ոնց ենք զանազանում։ Ոչ թե ով է հրաշքանում։ Նրա կյանքը հələ նայեք իր միջոցով էլ ինչ էր կարա լինի։ Գլը գնաց ապա քարոզեց հələ քանի հոգի ապաշխարեցին, ոնց է Աստված իր հետ գործում։ Նշաններով, բայց ինչ հոգի է տալիս։ Այսօր ձեզի պրոֆեսիոնալ եմ սարքում բան հակառակության բացահայտողների հա ոնց որ մաստեր կլաս ոնց որ եւ էդի լավ է երբ որ մենք իմանանք լավ է որ մենք զինված լինենք լավ է որտեվ դա եւ պահում է մեզ եւ պահում է մեր կողքը ես նույնպես պաշտպանում եմ ինձ էլ իմ կողքի մարդկանց էլ եթե մի բան վտանգ է այդ վտանգը նախ ինձ եմ ես դրանից պաշտպանում հետո իմ կողքիններին էլ եմ պաշտպանում ամեն Դրա համար ինչքան դու կարողանաս շուտ բացահայտես այդ ոգին, այնքան դու պաշտպանված ես լինում եւ պաշտպանում ես կողքիններիդ։ Ընդամենը նորից եմ ասում, նշաններին չնայեք։ Իրանց ծառայությանը չնայեք։ Սիրուն նայեք, հոգուն նայեք։
խոսքերի դատելուն նայեք։ Դատումա, սպանումա, թե ինչ անում։ Դրանով է երևում, ինչ հոգու տակ է։ Հակառակության, թե հնազանդվելով, թե ամեն։ Ամեն, բարդ Տիրոջը։ Այդ Հանեսն ու բանը, որ ասեցի, որ գիտեք այդ ովքեր էին, որ Մովսեսին հակառակվում էին։ Երկու անուն չէ տրվեց, Հանեսն ու բանը մեկի անունը չեմ էլ ինչ։ Համրեսը եւ Հանեսը եւ Համրեսը։ Գիտեք այդ ովքեր էին։ Ով է ուշադրություն դարձրել, գնացել այդ տեղով հետ, հələ մի հատ պրպտել այդ հոմանիշ տեղը, ինչ որտեղ էր, հղումը որտեղ անում այդ մարդկանք ովքեր էին։ Ով է հիշում, երբ որ Մովսեսը կանգնեց Փարավոնի առաջ ու Ահարոնի գավազանը Ահարոնը գցեց ու օձ դարավ։ Հիշում եք այդ պատմությունը։ Հիշում եք այնտեղ կախարդներին կանչեց Փարավոնը։ Նրանք էլ գցեցին։ Այդ մոգերը, այդ կախարդները, մեկի անունը Հանես էր, մեկին Համրես։ Այսինքն կարա այդ դրսևորումներ էլ լինի նշանների տեսքով։ Ու ասեն, Աստված տես ոնց գործեց։ Բայց նշանը չի հոգին է։ Սերն է զանազանում, հա։ Սիրո ճշմարիտ սերը, որ Աստված է, որը որ չես կարա չզանազանես։ Որովհետև առաջի Կորինթացի 13-ում ասում է, սերը չի նախանձում, չի լրփանում, անիրավության վրա չի ուրախանում, չի գոռոզանում, իրենը չի փնտրում, ուրախանում է ուրիշի լավի համար, ցավում է ուրիշի ցավի համար, սերը երբեք չի վերջանա, այ այդ է ցույց տալիս հնազանդության մեջ է, թե ոչ թե տես ոց սարքեցինք, ինչ է ել, այդտեղ եք, մի հատ դուք էլ, արի աղոթենք բժշկվեք, ինչ է եղել, արի աղոթենք բժշկվեք, Տերը կարա գործի ասեմ, որտեվ Հիսուսի անունը գործում է, Տիրոջ զորությունը կարա գործի, մարդը կարա բժշկվի, որտեվ այդ մարդը հավատքով նայում է քեզ որպես հավատացյալ, այդ մարդը հավատում է Հիսուսին ու ասում է իմ համար աղոթի կբժշկեմ, իսկ քեզ էլ չի պատասխանում, այդ մարդը հավատքին է պատասխանում, Աստված։ Բայց այդ առիթ չի տալի, բժշկողն Աստված առիթ չի տալի, որ ասեմ ես տեսակ։ Փարսադանի տղա Մուրադս։ Եվ այլն։ Մենք պետք է լինենք հնազանդության հոգու մեջ, որը սիրո հոգին է։ Իրար ընդունենք, իրար բարձրացնենք, որտեվ սերը մի շանս է տալու։ Եթե դու ներուման մեջ շանս չես տալի այլ մարդկանց, ուրեմն սերը կանգնել է, սառել է, պրծել է, կամ էլ չես ուզում։ Դա որոշում է։ Եթե Աստված մեր կողմն է, ինչ կապ ունի ով է մեր դեմ։ Ամեն։ Փառք Աստծուն, եկեք ոտքի կանգնենք հիմա։ Գիտեք, մի ժամանակ մենք ամեն մեկս գործում էինք չհասկանալով միտեղ, որը որ աշխարհն էր, միտեղ, որը որ Աստծուն հակառակ էր, իր ապրելակերպով, իր խոսքերով, բամբասանքներով լի, հայհոյանքներով լի, նախանձներով, կռիվներով լի, սպանություններով լի, ոչ միայն ֆիզիկապես, այլ անգամ լեզվի սպանությունով։ Այդ ամենով լի։ Եվ այդ աշխարհը կոչվում է հակառակության աշխարհ։ Աստծուն հակառակ ապրելակերպ։ Եվ տեսնելով այն ինչ որ Հիսուսն արեց խաչի վրա, դա հաշտեցումն էր, դա վերականգնումն էր, դա հնազանդության ճանապարհն է, Աստծո հետ հաշտվելու ճանապարհն է, դա սիրո ճանապարհն է։ Մենք հասկացանք, որ մեր տեղը այդ աշխարհը չի, մեր տեղը մեր Արարչի մոտ լինելն է, մեր տեղը նրա հետ ապրելն է, նրա մեջ ապրելն է։ Եվ մենք որոշում կայացրեցինք ապրենք հնազանդության մեջ, Աստծուն հնազանդության մեջ, Աստծո հետ, Աստծուն հնազանդվելու կյանքի մեջ, որտեղ մի ժամանակ մենք հակառակ էինք Աստծուն, մեր ապրածով, իսկ հիմա մենք
հնազանդվում ենք Տիրոջը եւ հակառակվում ենք սատանային։ Ժամանակն է, որ մենք իրականում այն աշխարհից մնացած այն հին բնավորության այն կա չէ, պուճուրն այնց կոտոշ մնացած հնից։ Պուճուր, այն սաղ ջարդվել են տակը մի քիչ մնացել է։ Արմատից հանել է պետք։ Էության փոփոխություն է։ Եվ դա միայն ու միայն դու պետք է անես, քո տեղը ոչ ոք չի կարող անի։ Ամուսին իր կնոջը չի կարող անի, էդի արի օգնեմ, չէ, աշկի տեղունքն է հանել։ Կինն էլ ամուսնում, քուրը եղբորը, եղբայրը քրոջը, հարազատը հարազատին չի կարող օգնի այդ հարցում, կարանք աղոթենք։ Օգնությունը այո, այդ կլինի, որ Աստված քեզ օգնի։ Բայց դու պետքա որոշում կայացնես քո ներսում։ Ես չեմ ուզում հակառակ լինել։ Ես ուզում եմ հնազանդ լինել։ Դու պետքա որոշում կայացնես, իջնես, ընդունես, սիրես, լույս լինես։ Ամեն։ Եվ եկեք աղոթենք, որ Տերը օգնի ամեն մեկիս։ Ամեն մեկիս։ Երբ որ գա այդ որոշման պահը, մի անգամից զանազանենք ու որոշենք։ Բանալները տվել եմ։ Հենց որ այդ երևույթը բարձրանա, կարմիր լույսի պես Աստված ցույց է տալու։ Հիշելու ես այսօրվա քարոզը։ Բարձրանալու է քո մեջ, Սուրբ Հոգին այդ խոսքերը քո ներսում բորբոքելու է, բայց լսի, զգայուն է։ Որ չընկնես հակառակության հոսանքի տակ, այլ ընկնես Տիրոջ ներգործության տակ։ Հալելույա մեր Աստված։ Մենք քո առաջ ենք մեր Տեր։ Եվ ապաշխարում ենք Տեր։ Ապաշխարում ենք մեր հակառակությունների համար, որ շատ անգամ հակառակվել ենք քո հոգում, հակառակվել ենք քո խոսքին։ Ներիր ու մաքրիր քո արյունով մեր Աստված։ Եվ խնդրում ենք սիրելի Սուրբ Հոգի, որ դու օգնես ամեն մեկիս։ Օգնես տեղ գտնվող յուրաքանչյուրիս։ Որ լսող լինենք եւ հնազանդվող լինենք։ Որ քայլենք հնազանդության ու սիրո մեջ, խաղաղության ու սրբության մեջ, քո զորության մեջ, քո հետ մեկ լինելով, քո կամքը կատարելով։ Օգնիր յուրաքանչյուրիս։ Տեսնենք քեզ, լսենք քեզ, ճանաչենք քեզ եւ զանազանենք Տեր։ Զանազանենք իմ Աստված։ Շնորհակալ ենք խոսքի համար, քո հոգու ներգործության համար։ Սուրբ Հոգի, շնորհակալ ենք քո աշխատանքի համար, որ դու անում ես այս վայրի մեջ, մեր սրտերի մեջ։ Շնորհակալ ենք իմ Աստված։ Եվ աղոթում եմ ամեն մեկի համար, այն մարդկանց համար, ովքեր նույնպես կլսեն այս խոսքը հետո։ Աղոթում եմ, որպեսզի ամեն մի լսողի կյանքում այս խոսքերը մարմին դառնան, ապրելակերպ ու կյանք դառնան եւ գործողություն մեր Տեր Հիսուսի զորավոր անունից։ Հալելույա։ Ամեն։